Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը դարձյալ գրառման բանադարձել է Գարեգին երկրորդին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նախորդին մայրաթորներ արձագանքել վարչապետի գրառումներին, Գերագույն հոգևոր խորհուրդը ժողովից հետո հայտարարություն է տարածել։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ եկեղեցու, օրենքից վեր դասելով իր անձը։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակում հարգանք վայելող հայոց եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությանը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցումը, հատկապես մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցի ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների, ասված է հայտարարության մեջ։ Լրահոսի ամենաքննարկվող թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներն են, որոնք ուղղված են ամենայն հայոց կաթողիկոսին և եկեղեցուն։ Այս թեման որքան քննարկվող է, այնքան էլ նուրբ ու վտանգավոր, այն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Արդեն տեղյակ եք, մի քանի օր է հոգևոր դասը և իշխանականները առանց որոշակի զսպվածության առցանց տիրույթում մենամարտում են։ Մարտական հետևակը դիրքավորվել է քարոզչական լրատվականների տողատակերում և ոչ միայն։ Ու կործանարար այս ռինգում գերագույնն ու ծայրագույնն է, ցավոք սրտի։ Անգույն այս մենամարտը հղի է դառը հետևանքներով, որի դրվագները մեզ գոնե պատմությունից հայտնի են։ Եկեղեցին ու իշխանությունը առաջին անգամ չէ, որ պայքարում են կամ մենամարտում, ինչպես ուզում եք որակեք, ու պատմական նույնիսկ ամենահամեստ գիտելիքներ ունեցող անհատը գիտի, որ այն որպես կանոն ավարտվում է ցավոք սրտի, բայց պետականության անկմամբ։ Պետություն մենք դարերով չենք ունեցել, բայց եկեղեցի ունեցել ենք։ Թագավոր ու նախագահ դարերով չենք ունեցել, բայց կաթողիկոս ու արքեպիսկոպոս ունեցել ենք։ Ամրոց ու բերդ մենք չենք ունեցել, տաճար ու եկեղեցի ունեցել ենք։ Կարճ ասած, պետությունը անկում է ապրել, ինքնիշխանությունը կորսվել է, բայց եկեղեցին միշտ եղել է, հոգևոր առաջնորդները նույնպես։ Այս պարագայում եւս ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Ոչ ես որևէ ինչ-որ պատմական ակնարկ չեմ անում, ոչ էլ ուզում եմ պաշտպանել ոչ այս կողմին, ոչ էլ մյուս կողմին, երկուսն էլ իրենց մահացու մեղքերը ինչ խոսք ունեն, որոնք գոնե ես որպես շարքային հայ ներել չեմ կարող։ Բայց չպաշտպանել պետությունն ու պետականությունը, հանդես չգալ պետական շահերից ես պարզապես չեմ կարող։ Եվս մեկ անգամ եթերում եմ սա ուզում ընդգծել, ես պետության ու պետականության, ինքնիշխանության ու սուվերենության ջատագովն եմ, մարտիկը և խոնարհ ծառան։ Ոչ մի եկեղեցի, ոչ մի հոգևորական, ոչ մի հոգևոր հայր, ոչ մի սուրբ գրություն չի կարող գոնե ինձ համար համեմատվել պետության, պետականության, ինքնիշխանության ու օրենսդրության եւ վերջո անգամ սահմանադրության հետ։ Մենք աշխարհիկ երկիր ենք, չէ՞։ Մեզ մոտ տեոկրատիա չէ, մենք էլ միջնադարում չենք ապրում։ Ուղղակի բավական է։ Ընդհանրապես այս պայքարի իմաստն էլ անգամ չեմ հասկանում, ինչպես կարող է մի մարմին, որը բացարձակ պատասխանատու չէ երկրի, ասենք, անվտանգության, տնտեսության, ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների կամ սոցիալ-տնտեսական խնդիրների, թոշակ եւ այլ հարցերում հանկարծ հանդես գա պահանջատիրությամբ, որի հիմքն էլ իդեպ տնտեսությունն է։ Ու ես չեմ հասկանում մարմին, որը ինչ խոսք պատմական առումով անշուշտ կարևոր դեր է խաղացել ազգի կայացման, ինքնության հարցում, բայց հանդես գա քաղաքական շատ բարձր ամպագորգոր հայտարարություններով։ Պահանջում են, ասենք, իշխանությունների հրաժարականը, այն էլ մի քանի անգամ,
Ինձ օրինակ հետաքրքիր է, եթե ժամանակին, ոչ վաղ անցյալում, ասենք 18 թվականին, 2018 թվականին, բա որ այս կողմից հրաժարականը պահանջեին։ Դուք պատկերացնում եք, թե ինչ կլիներ այդ ժամ, բայց չեն արել, չէ՞, դա պատմական փաստ է։ Ընդհանրապես այս հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են, այլև խիստ անարդար։ Իհարկե քաղաքականության մեջ անարդարը գրեթե ամեն քայլին է, բայց անարդար է, չէ, երբ քեզ ժողովուրդը չի ընտրել, բայց դու պահանջում ես մեկի հրաժարականը, ում ժողովուրդը ընտրել է։ Լավն է, վատն է, արդար է, արդար չի, չգիտեմ, բայց ժողովուրդը ընտրել է մեկին եւ դու պահանջում ես նրա հրաժարականը, բայց ժողովուրդը քեզ չի ընտրել։ Այն էլ 2 անգամ ես պահանջում։ Իդեպ մյուսն էլ 2 անգամ ընտրվել է ու վստահ մեծամասնությամբ։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, երբ դու, ասենք, անձեռնամխելի ես, քեզ գործից հանել չեն կարող, բայց դու պայմանական ասած փորում ես մեկի տակը, ում գործից երբ ուզեն կարող են հանել։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, երբ որ դու ցմահ ես քո կարգավիճակում, իսկ մյուսը ժամկետային։ Շատ անարդար է, որ մեկի զենքը խաչն է, մյուսինը միջազգային պարտավորությունները, պայմանագրերը, սահմանադրական իրավունքը, օրենսդրությունը եւ այսպես շարունակ։ Անարդար է, որ մեկին դիմավորելիս կնճռոտ վատ հարցեր են տալիս, սադրում են, տահաճ բանակցությունների է մասնակցում, հաշվետվությամբ է հանդես գալիս, անհարմար իրավիճակներում է հայտնվում, շատ հաճախ իր խելքից, բայց մյուսի միայն աչքն են համբուրում, մյուսի առջև մենակ խոնարհվում են եւ այդքանը։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, որ մեկը աշխատածը եկամուտը դնում է գրպանը, բայց ուրիշները ՀԴՄ են տպում, մուծում են բյուջե, հայտարարագիր են լրացնում, տարբեր ստուգումների միջով են անցնում, լիցենզավորման բարդ գործընթացի միջով, բայց սուրբը ոչ թե իրանք են, այլ նրանք, ովքեր ոչ մի բան չեն անում։ Ու այսպես շարունակ, ես հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել։ Եվ ինչպես ասում էր շատ հավատացյալ եւ հայտնի գործիչ մեր նախկին ոստիկանապետը պարոն Գասպարյանը, սթափվեք, գժուկներ։ Եվ վերջում որպես ամփոփում, քանզի նշեցի, որ պետության ու պետականության կողմնակիցն եմ, որպես ամփոփում ցանկանում եմ զրույցը ավարտել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2011 թվականին տպագրված մի հոդվածից, պատառով, այսպիսով մեջբերում եմ։ Մեր սահմանադրությամբ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Եկեղեցին անջատ է պետությունից, բացարձակապես անջատ։ Կարող է իրականում այլ լինել, բայց ըստ սահմանադրության աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում եկեղեցին անջատված է պետությունից։ Եվ սա էր լուսավորությունից սկսած արևմտյան քաղաքակրթության զարթոնքի հիմքը, որը վերջապես պետությունը ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից եւ կարողացավ ազատ զարգացնել իր գիտությունն ու մշակույթը։ Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի։ Ես 6 տարի դասավանդել եմ Ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել Էջմիածին հանդեսի խմբագրությունում։ Ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ թե ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է, ամփոփում է հոդվածը, ես առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ։ Շարունակ ենք, հայ-ֆրանսիական գործակցության օրակարգն են քննարկել վարչապետն ու Ֆրանսիայի Օվեն Ռոն Ալպ ռեգիոնի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը, այն որակելով կենսունակ հարթակ, համայնքային մակարդակում փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրագործման համար։ Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին, ֆրանսիական պատվիրակության կողմից եւս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի շրջանում։ Վարչապետ Փաշինյանը նաեւ ընդգծել է Հայաստանին կայուն աջակցությունն ու համերաշխությունը, նշել, որ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Հյուսիսային Եվրոպա, Բալթյան երկրների ձևաչափի արտգործնախարարությունների ներկայացուցիչներին։ Վարչապետի խոսքով զարգանում է գործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Վարչապետն անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նշել է, որ կողմերն այժմ համագործակցությունների օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում։ Ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։ Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաներին։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով Թբիլիսիում է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Քննարկվել է միջխորհրդարանական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Վարչապետի որոշմամբ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ։ Ղազարյանը երեկ էր հայտնել հրաժարականի մասին, գրել, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էլ ազատվել էր պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է մոտ 5 միլիարդ դրամի փողերի լվացման համար, նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվակ քրեական վարույթով իրականացված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-ից 2018 թվականների ընթացքում նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման և զարգացման նախարար, փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 5 միլիարդ դրամի չափով ապօրինի եկամուտները։ Նախաքննությամբ պարզվել է, որ նրա և մերձավոր ազգականների անվամբ 2004-ից 2018 թվականների ընթացքում գրանցվել է Երևանում և մարզերում ընդհանուր 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույքն օրինականացնելու համար Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի սակագնի բարձրացման մասով դատարանի երկու որոշումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է քաղաքապետարանի խոսնակը։ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ հունիսին դրական փոփոխություններ են կատարվելու և հասարակությունը կտեսնի դրական արդյունքներ։ Անդրադառնալով քաղաքապետարանում մեծ հաճախականությամբ կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, Հայկ Կոստանյանը նշել է, որ այդ առումով իրենք որոշ անհանգստություններ ունեն։ Նա բացատրել է, որ հասարակական ծառայության և կոմունալ տնտեսության վարչության պետերի ձերբակալությունները խնդրահարույց են, քանի որ առաջին դեպքում ձերբակալվում է միջնորդություն անելու համար, երկրորդ դեպքում միջնորդությունը մերժելու։ Նախորդ անգամ էլ, երբ որ դատարանը կարմիր գծերի նախագիծը Երևանի քաղաքապետարանի կողմից, որ ներկայացվել էր, դրանից հետո Երևանի քաղաքապետարանի կողմից այդ մասով բողոք է ներկայացվել եւ նաեւ բողոք է ներկայացվելու նաեւ այս երկրորդ որոշումը, որը որ արդեն կայացվել է դատարանի կողմից, տեսեք, այն գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի, այսպես ասած, տարիֆների բարձրացմանը, դա ինքը որոշակի նպատակ ուներ, թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ այդ ոլորտում, հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու։ Կարծում եմ, որ եթե ոչ ամբողջապես դա Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքը այս պահին տեսանելի է, ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին, ինչպես դուք եք նշում, չկա ամեն շաբաթ, որ ձերբակալություններ չլինի։ Իհարկե, այսպես ասեմ, էլի, Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետեւյալն է, որ ցանկացած, այսպես ասած, կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա ու կապ չունի, թե դա ինչ
պաշտոնյայի կողմից է անում, դա կլինի, չգիտեմ, առաջատար մասնագետ, վարչության պետ, թե այլ պաշտոնատար անձ, բայց այս մասով մենք որոշ անհանգստություններ ունենք, իսկ անհանգստությունները կայանում է հետևյալում, օրինակ տեսեք, տարեսկզբի այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես հասարակական ծառայության, հասարակական կարգի ծառայության պետի, ինչպես նաև տեղյակ եք, որ ձերբակալվեց նաև կոմունալ տնտեսության վարչության պետը, երկուսն էլ կալանավորվեցին, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, էլի իրականում բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Հավաքվածները հայտարարել են, որ 2 հատ 8 հարկանի շենք են սարքում այն գոտում, որտեղ կոյուղի չկա, որտեղ հորային սիստեմ է։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։ Կառուցապատողի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ իրենք գործում են օրենքի շրջանակում, բացի այդ բնակիչները դիմել են դատարան, նշանակվել է դատական նիստ։ Խնդրի արագ չկարգավորման պարագայում բնակիչները բողոքի ակցիաները շարունակելու են։ Լավ ոսպն, որոշել է, որ ստեղ պետք է լինի 2 հատ 8 հարկանի, բայց լավ ոսպն, երբ դու գիտեք ինչ ա գրել ստեղ, շին թույլտվությունը, որ ընդունել են, կոյուղաջրերը հավաքվում են և անցնում են կողքի գործող կոյուղով։ Ուր աստեք կոյուղի, խնգերներ։ Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք քիչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք, 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան ասենց քաշ են տանեն, այդ ջրերն են այդան մեր տների տակ, այս հրա հետևը իմ տունն է, մի հարգանի տուն, որը որ կադաստրը ասել է, ես դեմ եմ։ Բոլոր այդ կետերի վերաբերյալ ինչը որ նոր բնակիչները ներկայացնում էին, թե ինչն է անտեսվել, ինչն է ենթադրաբար խախտում եւ այլն, այդ նույն հիմնավորումներով եւ դեռ մի բան էլ ավելին մարդիկ հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ, այսինքն քննության փուլում է։ Հետևաբար նման պայմաններում ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու եւ ակցիա իրականացնելու եւ լրագրողներին ներքաշելու մի բանի մեջ, որը որ ես կարադառնամ, տեսեք։ Չէ, դուք հիմա աջակցում եք բիզնեսի, ես ձեզ հեսա կասեմ ինչ բիզնեսի եք աջակցում, ուղղակի արագ մի հատ վերջացնեմ, տեսեք, հիմա երբ որ այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է։ Կառուցապատողը ունի թույլտվություն եւ քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափը դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չի, կառուցապատողը այդ թույլտվության հիման վրա առնում է աշխատանքներ, ավելին, եթե չաներ աշխատանքներ, իր շին թույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տույժերի եւ տուգանքների կենթարկվեր։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների եւ Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները, նշել է Օրբանը։ Վարչապետը ընդգծել է, որ Հունգարիան կմնա խաղաղության կողմում, նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան ավելի աղմկոտ։ Նրա խոսքով պետք է պատրաստ լինել այն բանին, որ Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները եւ պատերազմի քարոզչությունը կշարունակվեն ել ավելի մեծ ուժով։
Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է նշանակվել։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ Բաքվում դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Մոջթաբա Դեմիրչիլուն։ Նա այս պաշտոնում կփոխարինի Սեյեդ Աբբաս Մուսավիին։ Դեմիրչիլուն ներկայումս զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Հարավային Կորեայի քաղաքացիները հունիսի 3-ին քվեարկում են նոր նախագահ ընտրելու համար։ Ընտրողների հետաքրքրությունը մեծ է արտահերթ ընտրությունների նկատմամբ, քանի որ գրանցված ընտրողների 34.74%-ը արդեն քվեարկել էր մայիսի 30-ին եւ 31-ին կայացած վաղաժամկետ քվեարկության ժամանակ, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2014 թվականին տվյալ համակարգի ներդրումից ի վեր։ Քվեաթերթիկների հաշվարկը կսկսվի ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ժամը 20:00-ին։ Կորեայի Հանրապետության նոր նախագահի երթմնակալությունը հավանաբար տեղի կունենա հունիսի 4-ին։ Ընդհանուր առմամբ երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու։ Երկուսը հրաժարվել են պայքարից ընտրարշավի ընթացքում։ Առաջատարը դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Լի Ջեյմյունգն է։ Վերջին հարցումների համաձայն նա իր մրցակիցներից առաջ էր առնվազն 10%-ային կետով։ Ներկայիս արտահերթ ընտրություններն անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ էր արել նախագահ Յուն Սոգ-յոլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ապստամբության մեղադրանքով։ Ռուսները հարված են հասցրել Սումիին ուղղակիորեն թիրախավորելով քաղաքը եւ նրա սովորական փողոցները հրթիռային հրետանով։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դա լիովին միտումնավոր հարձակում էր քաղաքացիական բնակչության վրա։ Այժմ փրկարարական գործողություն է ընթանում։ Շատ մարդիկ վիրավորվել են։ Այս պահի դրությամբ հաստատվել է 3 մարդու մահը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին եւ սիրելիներին։ Բոլոր արտակարգ ծառայությունները ներգրավված են բոլոր տուժածներին օգնելու համար, հավելել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ առանց համաշխարհային ճնշման, առանց Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի վճռական գործողությունների Վլադիմիր Պուտինը չի համաձայնվի նույնիսկ հրադադարի։ Թուրքիայի ափամերձ Մարմարիս քաղաքում հունիսի 3-ին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են պատուհաններից կամ պատշգամբներից ցատկելու հետևանքով։ Մեկ դեռահաս մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Լուրջ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 2:17-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում Մարմարիս զբոսաշրջային քաղաքի մոտակայքում։ Այն զգացվել է հարևան շրջաններում, այդ թվում հունական Ռոդոս կղզում։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայանը նշել է, որ գրեթե 70 մարդ բուժօգնություն են ստացել պատուհաններից կամ պատշգամբներից խուճապահար ցատկելուց հետո ստացած վնասվածքներից։ Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները Փարիզի Գրևենի թանգարանից գողացել են նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը եւ տարել Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Այսպես ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել ռուսական գազի եւ պարարտանյութերի ներմուծման դեմ։ Ակտիվիստները հագել են բանվորական համազգեստ, փաթաթել արձանը կտորով եւ դուրս բերել այն թանգարանի ետևի ելքով։ Ոստիկանության տվյալներով արձանի արժեքը մոտ 40,000 եվրո է։ Այնուհետև ակտիվիստները այն տեղադրել են Ռուսաստանի դեսպանատան մոտ եւ բացել են պաստառ Ուկրաինան այրվում է, բայց առևտուրը շարունակվում է գրությամբ։ Greenpeace-ը քննադատում է Ֆրանսիայի կառավարությանը պատերազմի ընթացքում Ռուսաստանի հետ գործարքները շարունակելու համար, մասնավորապես պարարտանյութերի մատակարարման հարցում։ Ֆրանսիական ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը եւ արձանն արդեն անվնաս վերադարձվել է թանգարան։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում մարզի քրեական ոստիկանների բացահայտումը տեսանյութում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճակարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5.500.000 դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Աուտիզմով երեխաները ստացած հմտությունները կիրառել են բնության գրկում։ Իմ ուղին կենտրոն է հաճախում մոտ 250 երեխա, արդեն 19 տարի կենտրոնի կողքին է Վիվան։ Աչքերդ անմեջ կանչում են, աչքերդ ինձանուր տանջում են։ Երեխաներն իմ ուղին սոցիալ հաբիլիտացիոն կրթական և մասնագիտական ուսուցման կենտրոնի սաներն են։ Մասնակցում են սոցիալացման հերթական փուլին, շենքային պայմաններում ստացած հմտությունները կիրառում են բնական միջավայրում։ Սոցիալական պատմություններն այստեղ իրական կյանքի դրվագներ են, հաղորդակցվում են, երգում, գնումներ կատարում։ Արին բանը։ Հաջողություն բանը։ Բնության գրկում իրանք ավելի ազատ են զգում իրանց, բացի այդ իրանք կարողանում են իրենց կառավարել, իրենք արդեն գիտեն, որ իրենք են իրենց վարքի տերը, իրենք որոշեն այս պահին ոնց պիտի իրենց պահեն, նաև սեղանից օգտվելուց տեսնում եք, սեղանը դրած է, ասենք երեխաներ հանգիստ իրանց համար սպասում են, որ պիտի ընդմիջման ժամ լինի, ծնողներ կան, ընտանիքներ կան, որ իրենք չեն էլ կարող այս սոցիալիզացիան իրենց երեխաների համար ապահովեն, եւ ֆինանսական առումով, եւ ժամանակի առումով աշխատում են, չեն կարող, բայց այս մեր կենտրոնը դա ապահովում է ու երեխաները շատ սիրով մասնակցում են։ Աուտիզմով երեխաների հերթական զբոսանքը Գառնի Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում էր։ Էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտ-թերապիա։ Վարքագծային ընդունելի կանոնների ընդհանրացումն այստեղ առավել ազատ է։ Միջավայրը նպաստավոր է վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցական հմտությունները զարգացնելու, ինքնասպասարկվելու, մյուսների հույզերը զգալու եւ սեփական արտահայտելու համար։ Ասում եմ Photoshop անեն, սարքել, ասենք, մարդկաց դեմքը, ջայլացնեմ։ 2001 թվականին ընդունել են քրիստոնեությունը, որ քրիստոնյան ենք, հետո բանը, դա հենց առաջ հետանոս ենք եղել։ Մեր նպատակն է հենց բնության գրկում իրենց սոցիալականացնելու, սոցիալապես ընդունելի վարքագծեր դրսևորելու, կանոնները սովորեցնելու, որը եւ իրենք հետո կարողանում են օգտագործել առօրյա կյանքում, իրենց ծնողների հետ են կարողանում արդեն սոցիալական միջավայրերում լինել, գնալ էքսկուրսիաների, ընտանեկան հավաքների։ Մասնագետի համար շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ձեռք բերած եւ ուսուցանած հմտությունները երեխան կիրառում բաց միջավայրում։ Կենտրոնին արդեն 19 տարի աջակցում է Վիվան։ Այս ընթացքում ընկերությունը ներդրել է ավելի քան 251 միլիոն դրամ։ Բնության գրկում յուրահատուկ քննությունը երեխաները պատվով են հաղթահարում։ Սա Վիվան եւ Իմ ուղին կենտրոնը ձեռքբերում են համարում, քանի որ երեխաների ու դեռահասների մոտ առաջընթացը վկայում է, որ համագործակցությունն իսկապես ծառայել է նպատակին։ Իսկ փոքր հաղթանակներն ու դրական փոխազդեցությունները բարձրացնում են երեխաների ինքնագնահատականը։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճան այսօրվանից կնվազի 6-ից 9 նիշով, իսկ հետո աստիճանաբար կբարձրանա։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։